Այդ փաստաթղթի համաձայնեցման մասին երբ հայտարարություն եղավ, էլի հրապարակային ակտիվացան մեղադրանքները ընդդիմության հասցեին ու հատկապես եւ գլխավորապես խորհրդարանական ընդդիմադիրների հասցեին, ինչ կարող է անել ընդդիմությունը եւ չի անում։ Տեսեք, մեղադրանքների մեջ տարբեր մակարդակներ կան, տարբեր մեղադրանքներ կան, այդ մեղադրանքները ասված է նայած թե ովքեր են մեղադրողները եւ ինչի համար են մեղադրում։ Հավաքական իմաստով ընդհանուր առմամբ մենք բոլորս ենք մեղավոր, որ մենք այս իրավիճակի առաջ ենք ու այս տևական ժամանակ չեն կարողանում ելքը լուծումը գտնել այս իրավիճակից դուրս գալու։ Չկա մի հայ մարդ, սրտացավ մարդ սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ ու ազգային արժանապատվություն ունեցող, որ ինքն իր մեջ գոնե մի նշույլ մեղքի նշույլ զգացողություն չունենա, որովհետև սա անընդունելի, անտանելի վիճակ է, որի դեմ անընդհատ փորձում ենք ինչ-որ ձև պայքարել։